Իրավունք թերթի տեղեկություններով առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահայտումներ են լինելու, որոնք կխլացնեն Ռուսաստանի Դաշնությունից սահմանափակումների մասին մտահոգիչ տեղեկատվությունը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի քարոզ արշավի ժամանակ ԱՄՆ նկատելի բանը օրվա մի մասն ուտել խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր 2-3 վայրում սեղան են փռում զանազան ուտեստներով եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։ Թերթի տեղեկություններով իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են սիրելի վարչապետին, այլ ուտուշ խմուշը կազմակերպում է հենց քաղաքացիական պայմանագիրը։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գևորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին, չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ առանց վախենալու մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին՝ Արման Թաթոյանի ղեկավարած Միասնության թևեր նախաձեռնությանը, որը Շանթ կուսակցությունների դաշինքի հետ համատեղ է մասնակցում, իսկ Փարսյանը Շանթ կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել։ Նախորդին Կապանում Թաթոյանի մասնակցությամբ բազմամարդ հավաքն էլ նա էր կազմակերպել եւ անձամբ ներկա էր մշակույթի տանն անցկացվող հավաքին։ Նախորդ ընտրություններին Սյունյաց Ռեմբոները Մանվել Փարամազյանը եւ Արուշ Արուշանյանը նույնպես ընդդիմադիր ճամբարում էին, սակայն դրանից հետո երկուսն էլ խոնարհաբար ընդունեցին Փաշինյանի կրոնը։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է իշխանությունն այս պահին վստահ է 3 մարզերի վրա՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Արագածոտն։ Այս մարզերում ըստ նրանց խնդիրներ չունեն։ Ամենախնդրահարույց մարզը եղել ու մնում է Շիրակը, իսկ ամենախնդրահարույց մարզը եղել ու մնում է Շիրակը եւ իհարկե մայրաքաղաք Երևանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է կառավարության վերջին նիստում առողջապահության նախարարի պարտականությունները կատարող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պահվածքը մինչ օրը շարունակում է քննարկումների առարկա մնալ առողջապահական համակարգում։ Թանգարանների մասին օրինագծի քննարկման ժամանակ Նանուշյանը ձայն խնդրեց եւ դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ ցանկանում է կիսվել իր անձնական փորձառությամբ։ Պարզվեց փոխնախարարի փորձառությունը կապված էր ազգային պատկերասրահից կատարված գնումների հետ։ Նրա խոսքով վերջերս այնտեղից գնել էր Աշիլ պատկերով վերնաշապիկ եւ շատ գոհ է դրա որակից։ Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաեւ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա որդին առողջական հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Գրում է թերթը։